Որպես կանոն հաղթական մրցելույթներով Հայաստանին հռչակ են բերում նաև մարզիկները։ Նրանց հաջողությունները դառնում են ազգային համախմբման առիթ։ Աշխարհի տարբեր արենաներում հնչում է հայոց հիմնը, բոլորից վեր ծածանվում մեր եռագույնը։ Տարեվերջին անցկացվող ազգային ընտրանի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ գնահատվում են նաև մեր մարզիկների ձեռքբերումները։ Համար առաջին մրցանակին են արժանացել 1992 թվականի Բարսելոնայի օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը, պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արտուր Աբրահամը, Ռիոյի օլիմպիական չեմպիոն Արտուր Ալեքսանյանը, ՀԱՕԿ փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար Դերենիկ Գաբրիելյանը եւ անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը։ Անվանի իմբիշը հուզմունքով է հիշում դժվարին տարիների պատվաբեր հաղթանակները։ Շատ դժվար տարիներ էր, բայց լավ մեր մեջ լավ միտք էինք դրել, որ դառնանք աշխարհի, Եվրոպայի եւ օլիմպիական խաղերի չեմպիոն։ Իմ ընկերներս, իմ հակառակորդները շատ ուժ տվեցին, որ ես շարունակեմ, դառնամ կրկնակի օլիմպիական չեմպիոն, եռակի աշխարհի չեմպիոն։ Դա մեր մարզիչներից շնորհակալություն եմ հայտնում, որտեղ նրանք գիշեր-ցերեկ մեր հետ են եղել։ Այս տարիների ընթացքում 50-ից ավելի մարդ անձնվիրաբար իր գործը կատարելու համար արժանացել է այս մրցանակին, իսկ այս մարդկանց թիվը տարեստարի աճելու է։ Գնահատել եւ արժեվորել արվեստի, մշակույթի, սպորտի երախտավորներին եւ այն մարդկանց, որոնք տասնամյակներ շարունակ բարիք են ստեղծում ու կանգնած են տնտեսության հզորացման եւ հայրենիքի շենացման ակունքներում։ Տարեվերջին անցկացվող ազգային ընտրանի ամենամյա մրցանակաբաշխությունը մեկ հարկի տակ է համախմբել մարդկանց, որոնցից յուրաքանչյուրն իր ոլորտում աշխատասիրությամբ անմնացորդ նվիրումով մեծ ներդրում է ունեցել պետության կայացման գործում։ Libiamo negli eti calici che la bellezza infiora e là fuggevol ora s'inebria voluta. Libiamo i dolci fremiti che suscita l'amore, poiché quello che ha da cuore onnipotente va. Viviamo, amore, amore, fra i calici più caldi bachi avrà. Tra voi